Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր նոյեմբերի 16-ն է, օրը կիրակի, եւ այս հաղորդման մեջ մի հետաքրքիր հարց ենք հիմնականում քննարկելու, ճիշտ է անդրադառնալու ենք նաեւ ուրիշ կարևոր հարցերի, բայց կարծում եմ հիմա ամենաակտուալ հարցը դա կրկին Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև առաջացած լուրջ խնդիրն է եւ դա իրոք լուրջ խնդիր է, քանի որ ինչպես տեսանք, Ռուսաստանը հերթական անգամ հարված հասցրեց Ադրբեջանի դեսպանատանը Կիևում, ինչու դա տեղի ունեցավ, ինչ էր տեղի ունենում վերջին 1 ամսվա ընթացքում, մենք շատ բան ենք նկատել, ցես հետ միասին, դա նաև փոխել էր Ադրբեջանի հայրենտորաբանությունը Հայաստանի նկատմամբ, ինչ որ ներքին պայմանավորվածություններ էին տեղի ունենում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև եւ ինչու հիմա այսպես կրկին Ռուսաստանը հարված հասցրեց Ադրբեջանի դեսպանատանը։ Կանդրադառնանք նաեւ Փաշինյանի մի քանի հայտարարության, հատկապես Թրիպի հետ կապված, քանի որ դա եւս բավականին ակտուալ եւ կարեւոր հարց է եւ մեզ համար մի քանի կարեւոր որոշ նյուանսներ բարձր են դառնում։ Նախքան հաղորդումը սկսելը սիրելի հայրենակիցներ կոչ եմ անում անպայման լայքել, դուք տեսնում եք թե ինչպես եմ ես վերաբերվում մեր հաղորդումներին, հարգելով նաև մեր աշխատանքը, խորը հարկանք ունեմ յուրաքանչյուր մեկիդ նկատմամբ, քանի որ սա է մեր հիմնական աշխատանքը դարձել եւ մենք հարգում ենք մեզ, հարգելով մեր աշխատանքը եւ հետեւաբար մեծ հարկանքով եմ լցված յուրաքանչյուր մեկիդ հասցեին սիրելի հայրենակիցներ, այլ կերպ չի կարող լինել եւ ես հստակ համոզված եմ, որ մեր ալիքը դիտում են հիմնականում այն մարդիկ, ովքեր որ չեն ցանկանում լսել կամ հոգնել են բամբասանքներից, չարախոսություններից, դատարկ խոսքերից, հիմնականում այդ մարդիկ եւ դիտում են մեր ալիքը։ Հետեւաբար կրկնեմ, ես մեծ հարկանքով եմ լցված յուրաքանչյուր մեկիդ նկատմամբ։ Ինչպես արդեն ասացի, հիմա ամենաակտուալ հարցը սիրելի հայրենակիցներ դա հարվածն է Ադրբեջանի դեսպանատանը Կիևում։ Բավականին բուրըն արձագանքների առիթ է սա դարձել եւ այս անգամ կարծես թե ավելի լուրջ է եղել հարվածը, քան նախորդ մի քանի անգամ։ Գիտեք, սա առաջի դեպքը չէ եւ դեսպանատանից բացի նաեւ սոկարին էին հարված հասցնում ռուսները եւ պատճառը այն էր, որ մեծ հարություն էր առաջացել Ռուսաստանի Դաշնության նախագահի եւ Ալիևի միջև։ Չնայած որ դա փորձում էին բացեբաց չցուցադրել, այսինքն անձնական վիրավորանքների քննադատությունների մակարդակի այդ ամենը չէր հասել, բայց մենք հստակ տեսնում ենք, որ մեծ լարվածություն կա Պուտինի եւ Ալիևի միջև։ Նաեւ Ռուսաստանի падգամավորները սպառնում էին հարված հասնել Ադրբեջանին, պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ, ջնջել Ադրբեջանը աշխարհի երեսից եւ այլն եւ այդպես շարունակ։ Հետո այն ինչին մենք ականատես եղանք եւ ես ձեր ուշադրությունն էի հրավիրում դա Պուտինի եւ Ալիևի հանդիպումն էր։ Կարծես մեկ ամիս անցավ չէ այդ հանդիպումից, մոտավորապես անցավ, դրանից հետո նաեւ հեռախոսազրույց տեղի ունեցավ, դրանից հետո Ռուսաստանի դեսպանը Բաքվում հայտարարություններ արեց Արցախի մասով, մեծ ողջավորություն ունի ինքը անձամբ դեսպանը Ռուսաստանի, որ Ադրբեջանին կամ հաջողվեց գրավել Արցախը, իրենց համար դա ազատագրում են նշանակում ռուսների համար, այդպես հայտարարություններ անում Ռուսաստանի դեսպանը Ադրբեջանում։ Տեսանք թե ինչպես Սպուտնիկի լրագրողներին ազատ արձակեց Ադրբեջանը եւ ինչ հայտարարություններով Ալիևը հանդես եկավ, նաեւ Հայաստանի մասով։ Ռուսական ցարական քարտեզները հիշելով, կարևոր նյուանս է սա, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան սաչակերտների մեջ, վերադառնան Հայաստան, քանի որ այնպիսի թվերի մասին են խոսում, որոնք որ ընդհանրապես մոտ չեն իրականության եւ ինչպես իրենց պատմությունն է հորինված, այդպես էլ հիմա շարունակում են հորինել, թե իբր շատ մեծ թվով 100,000-ներով, 100,000 չէ, 100,000-ներով ադրբեջանցիներն իբր
բնակվել Հայաստանի տարածքում։ Այնինչ իրականում դա սուտ է, ոչ մի ձևով մոդել չէ իրականությանը եւ ճիշտ հակառակը 100 հազարավոր, ոչ թե 100,000, այլ 100 հազարավոր հայեր բնակվել են Ադրբեջանում, նաեւ կառուցել են Բաքուն։ Ես Արցախն էլ ի նկատի չունեմ, Արցախից դուրս 100 հազարավոր հայեր են ապրել Ադրբեջանում։ Բայց ինչ տեղի ունեցավ, կարևորը այն է հիմա, որ Ռուսաստանը հարված հասցրեց Ադրբեջանի դեսպանատան։ Այսինքն այդ հայտարարությունները, որոնք որ մենք տեսնում ենք Բայրամովի մակարդակով, կրկին սկսեցին արագ պահանջել Եվրամիության դիտորդական առաքելության դուրս բերում, կրկին չհիշեմ ամեն մի նյուանս, կարծում եմ դուք, ովքեր որ ուշադիր եք դիտում մեր հաղորդումները, սիրելի հայրենակիցներ, շատ լավ ծանոթ եք, մենք միշտ խոսել ենք այդ մասին, եւ հիմա, երբ որ սպասվում էր ավելի ջերմացում Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև, հանկարծ Ռուսաստանը հարված հասցրեց Ադրբեջանի դեսպանատանը։ Ամենայն հավանականությամբ, քանի որ այս պահի դրությամբ ոչ ոք 100%-ով չի կարող խոսել այս մասին, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև վարվում էին ներքին բանակցություններ։ Կային որոշ պայմանավորվածություններ եւ այդ բանակցությունները միանշանակ Հայաստանի շուրջ էին։ Հայաստանի շուրջ էին, Սյունիքի շուրջ էին եւ միանշանակ Ռուսաստանի պահանջը այն էր, որ Ադրբեջանը պետք է ճեղքի Սյունիքով բացի ճանապարհ դեպի Նախիջևան։ Ես գրեթե համոզված եմ դրանում, չեմ կարող 100%-ով տանդել, քանի որ փաստեր չկան, իսկ ես չեմ սիրում դատարկ խոսել անհիմն, երբ որ փաստեր չկան, սակայն ամենայն հավանականությունը շատ մեծ է, բավականին մեծ է, եւ դուք էլ կարծում եմ դրա մասին շատ լավ գիտեք, սիրելի հայրենակիցներ, վերլուծելով ամեն ինչ, նաեւ վերջի տարիների, ամիսների իրադարձությունները Հայաստանի շուրջ, հայ-ադրբեջանական հարաբերությունները, Հայաստան-Ռուսաստան, Ադրբեջան, այդ եռանկյունին լավ ուսումնասիրելով, թե ինչ է տեղի ունեցել այդ եռանկյունի մեջ, մենք բոլորս գալիս ենք այդ եզրահանգմանը, որ Ռուսաստանի նպատակն է, որպեսզի Ադրբեջանի միջոցով Սյունիքով ստանար կարևոր ճանապարհ։ Այնպես չէ, որ Ադրբեջանը չի ցանկանում այդ ճանապարհը, այնպես չէ, որ Ալիևը դա չի ցանկանում, դա երազում է իրականում Ալիևը։ Դա երազում է Ալիևը, բայց այստեղ մի մեծ բայցի է բախվում եւ Ալիևը որպես հմուտ քաղաքական գործիչ իմ համոզմամբ անընդհատ ծանրոթ թեթև է անում։ Ինքն էլ չգիտի թե ինչ կլինի վաղը մյուս օրը, ինքն էլ տեղյակ չէ թե ինչ ապագա է սպասվում մոլորակին ու մեր տարածաշրջանին, քանի որ շատ լարված է իրավիճակը, եւ բոլորը չգիտեն, շատերն են հիմա կանխատեսում, որ կարող է մեծ պատերազմ սկսվի եվրոպական երկրների եւ Ռուսաստանի միջև, հետեւաբար նաեւ ՆԱՏՕ-ն ամբողջովին ներգրավի այդ պատերազմի մեջ, դրան խառնվի նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Ինչ կլինի այդ պատերազմի հետևանքով 100%-ով ոչ ոք չի կարող ասել։ Կրկին կարող ենք անել ենթադրություններ, կրկին կարող ենք որոշ վերլուծություններ անել, թե ում տնտեսությունն է ավելի հզոր, ում տեխնոլոգիաներն են ավելի հզոր, ում զինվորական հնարավորություններն են ավելի մեծ, ավելի լավ են պատրաստված, ում բնակչությունն է շատ ավելի մեծ։ Այդ ամենի մասին կարող ենք խոսել, վերլուծել եւ դրանից կանխատեսումներ անել, բայց մեզանից էլ մի քիչ առավել այդ ամենը արվում է մեզանից ասելով ինձ նկատի ունեմ։ Այդ ամենը արվում է նաև Ադրբեջանում։ Այդ ամենը անում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւ նա տեսնում է, որ այսօր ուժը եւ հնարավորությունները Ամերիկայի Միացյալ Նահանգների ձեռքում են հիմնականում։ Ճիշտ է, շատ է զորացել է Չինաստանը։ Ճիշտ է, բավականին մեծ հնարավորություններ ունի դեռևս նաև Ռուսաստանը, հաշվի առնելով նաև ատոմային զենքի առկայությունը, մեծ ահռելի տարածքը, բայց Ալիևը հասկանում է մեկ բան, որ կարող է մեծ պատիժ ստանալ Դոնալդ Թրամփից։ Իսկ Դոնալդ Թրամփի հետ թշնամանալը այսօր շատ վտանգավոր գործ է դարձել աշխարհում։ Տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում նրանց հետ, ովքեր թշնամանում են Դոնալդ Թրամփի հետ։ Տեսանք ինչ տեղի ունեցավ Իրանի հետ,
Նաև տեսնում ենք, թե հիմա ինչ է տեղի ունենում Կարիբյան ծովում, թե ինչպես հարվածներ է հասանում Ամերիկայի Միացյալ Նահանգները տարբեր նավերի, դեպ այդ մասին ավելի մանրամասն կարելի է խոսել, եւ տեսնում ենք, թե ինչ կարող է տեղի ունենալ Վենեսուելայի հետ, հատկապես հիմա, երբ որ արդեն Թրամփը որոշում է կայացրել, ասում է դեռ չեմ ասում, թե ինչ որոշում եմ կայացրել, բայց շուտով բոլորը կիմանան Վենեսուելայի շուրջ, իրոք ամեն ինչ շատ է լարվում, բայց իմ ասածը այն է, որ Թրամփը շատ հզոր առաջնորդ է դարձել այսպես թե այնպես Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Ուզենք մենք դա թե չուզենք, բայց ամբողջ աշխարհի համար միակ ամենահզոր առաջնորդներից մեկն է, ով որ կարող է շատ արագ խոսքերից հետո անցնել գործի։ Շատ արագ։ Եվ քաղաքականապես իրեն կանխատեսել անհնար է։ Շատ դժվար է իրեն կանխատեսել, թե վաղը ինչպիսի քայլեր կանի Դոնալդ Թրամփը։ Այս ամենը տեսնում է Ալիևը եւ հասկանում է, որ եթե ինքը խախտի պայմանավորվածություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, որոնք որ ձեռք բերվեցին Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, ապա շատ լուրջ եւ մեծ խնդիրներ կունենա Ադրբեջանը։ Եվ հնարավոր է, որ դա էր պատճառը, որ Ռուսաստանի Դաշնությունը այս պահի դրությամբ այդ ներքին բանակցությունների ընթացքում, որոնք որ տեղի էին ունենում միանշանակ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև, թույլ չտվեց մեզ համար շատ այդ վատ թարագույն սցենարի իրագործումը։ Ճիշտ է, դա կարող էր հակառակ հետո էֆեկտ ունենալ Ադրբեջանի համար կործանարար էֆեկտ ստանալ այդ մեզ համար այս պահին կործանարար այդ ծրագիրը, որը որ մշակվում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի կողմից եւ որին որ ամենայն հավանականությամբ, ամենայն դեպս այս պահի դրությամբ, ավելի կոռեկտ խոսենք, չհամաձայնվեց Իլհամ Ալիևը, վախենալով իր սեփական կաշվից եւ իր երկրի ապագայից։ Սա է սիրելի հայրենակիցներ հիմնական պատճառը հարվածի Ադրբեջանի դեսպանատանը։ Միանգամից հեռախոսազրույց տեղի ունեցավ Զելենսկի եւ Ալիևի հետ, տեսնում եք, ու պետք է ուղղակի հետևել իրադարձությունների զարգացմանը, սրանից ավելի կանխատեսումներ անել դժվար է։ Ինչի մասին մենք հիմա խոսում ենք, սրանից առավել ես ոչ մի բան չեմ կարող ասել, ոչ մի բան չեմ կարող ավելացնել։ Ուղղակի պետք է հետևել իրադարձությունների զարգացմանը, հետո նոր արդեն անել հետևություններ եւ նոր մեկնաբանություններ, սիրելի հայրենակիցներ։ Անդրադառնանք նաեւ մեկ այլ կարևոր հարցի, դա Արարատ Միրզոյանի այցն էր Վրաստան։ Ես նախքան այդ այցելությունը տեղի ունեցա, մի քանի բառով անդրադարձա այդ այցին։ Հիմա մենք ունենք ավելի ամբողջական պատկեր, Վրաստանի արտգործնախարարի հետ է հանդիպել Արարատ Միրզոյանը, խորհրդարանի ղեկավարի հետ է հանդիպել, նախագահի հետ, վարչապետի հետ, բոլորի հետ քննարկվել են Հայաստան-Վրաստան ռազմավարական հարաբերությունները, դրանց խորացումը, տարածաշրջանային հարցեր, Ադրբեջանի հետ կարգավորման գործընթացը, Վրաստանի հետ շատ դինամիկ է զարգանում, Հայաստանի հարաբերությունները շատ դինամիկ են զարգանում, միանշանակ կան խնդիրներ եւ խնդիրներ եղել են կամ էլ կան խնդիրներ, որոնք որ նոր են ավելացել, բայց այդ խնդիրները անընդհատ լուծվում են, լուծման փուլում են։ Ես ականատես եմ լինում այդ ամենին։ Շատ բաների մասին դեռևս չեմ ցանկանում խոսել, բայց ընդհանուր առմամբ տեսնում եմ այն, որ առաջացող խնդիրները եւս բանակցությունների միջոցով, բանակցությունների շնորհիվ ստացվում է որոշ չափով լուծել եւ հայ-վրացական հարաբերությունները իրոք մեծ տրանսֆորմացիայի են ենթարկվել այս վերջին տարիների ընթացքում դրական իմաստով եւ շատ խորացել են աննախադեպ հիմա լավ խորը մակարդակի վրա են, ճիշտ է կան խոչընդոտներ, որոնք որ հույսով եմ ապագայում դրանք էլ կվերանան, բայց կրկնեմ այդ հարաբերությունները համեմատելի չէ օրինակի համար 10 տարի առաջ գոյություն ունեցող հարաբերությունների հետ, նույնիսկ 5 տարի առաջ։ Հատուկ եմ ասում 10 տարի, քանի որ Հայաստանի նախորդ իշխանությունները ընդհանրապես շահագրգռված չէին այս ձևի, այս աստիճանի հարաբերություններ ձևավորել Վրաստանի հետ։ Եվ այսօր մենք ինչ ունենք,
միանշանակ Հայաստանի նոր իշխանությունների շնորհիվ է։ Հնարավոր է նաև Վրաստանի իշխանությունների, բայց միանշանակ ավելի շատ Հայաստանի իշխանությունների շնորհիվ է, քանի որ նրանք շատ հետևողականորեն ցկտել են եւ արել են ամեն ինչ, որպեսզի մենք ունենանք այսօր այս ձևի շատ լավ հարաբերություններ, ինչը միանշանակ ողջունելի է։ Մի քանի խոսքով նաև անդրադառնանք Փաշինյանի 2 օր առաջ արված հայտարարություններին, սիրելի հայրենակիցներ։ Երեք մենք հաղորդում չենք ունեցել, վերջի մեր հաղորդումը Հովսեփ Խուշուձյանի հետ մեր քննարկումներ, դրա համար մի քանի հարցեր կան, որոնք որ կուտակվել են քննարկելու եւ մենք չենք հասցրել քննարկել։ Փաշինյանը 2 օր առաջ կրկին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը Մարգարայի անցակետով, Կորնիլձորով դեպի Ադրբեջան, որպեսզի նրանք ապրանք կարողանան բեռներ տեղափոխել Հայաստանով Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա։ Լավ է, որ այս հայտարարությունը հաճախ է արվում։ Լավ է, քանի որ ադրբեջանցիները հիմա միանշանակ օգտագործելու են այն, որ իրենք թույլ են տվել հացահատիկի մուտքը Հայաստան։ Դա շատ լավ է եւ շատ կարևոր է, որ այս հայտարարությունները անում է Փաշինյանը։ Դե եթե ադրբեջանցիները եւ թուրքերը չեն օգտվում, ու դա նաեւ հնարավոր է արվում է միտումնավոր, դա եւս պարզ է, դրա մասին եւս մենք նույնպես խոսել ենք, թե ինչ վտանգներ կան այդտեղ։ Թրեփի մասին շատ հետաքրքիր հայտարարություն է արել Փաշինյանը, ասում է, որ հայ-ամերիկյան ընկերություն է ձևավորվելու եւ խոսում է այն մասին, որ հնարավոր է 49 կամ 99 տարվով պայմանավորվածություններ ձեռքբերվեն այդ ընկերության հետ, այդ ճանապարհի շինարարության վերահսկման մասով եւ նա բացատրում է այն նրանով, որ եթե օրինակի համար 5-10 տարով տան այդպիսի իրավունք, ապա ներդրումներ չեն լինի։ Ներդրողները ուզում են, որ երկար ժամանակ ունենան հնարավորություն իրենց եկամուտները ստանան այդ ծրագրից։ Այո, այս ամենը հասկանալի է մեզ համար, շատ պարզ է, բայց մենք հիշենք նաև Թոմաս Բարակի հայտարարությունը Թուրքիայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի։ Ամենաառաջինը իրենց ենք լսել, չէ՞, այս հայտարարությունը 99 տարով Ամերիկայի Միացյալ Նահանգներին է տրվում այդ ճանապարհը։ Բոլորը խոսում էին հետո, չէ, միանշանակ նման բան գոյություն չունի։ Նույնիսկ հայկական կողմներ հերքում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ինչ որ պայմանավորվածություն կարող է ձեռքբերվել, լավ հիշեք, հետո շատ արագ գնացին Վաշինգտոն, շատ արագ ստորագրվեց օգոստոսի 8-ին այդ փաստաթուղթը։ Ես էլ մեր վերլուծության մեջ ասում էի նախքան գնալը, թե իրոք շատ ձեռնտու է, լավ առաջարկ է Հայաստանի համար։ Ես հիացած էի, ոգևորված էի, հայկական կողմը Հայաստանի իշխանությունները հերքում էին, նույնիսկ որոշ պատգամավորներ դա վտանգավոր էին համարում Հայաստանի համար, հետո ինչ որ բաներ փոխվեց, մենք էլ էինք խառնվել դրանից հետո խաչաճվել էինք մեր վերլուծությունների մեջ, սիրելի հայրենակիցներ, թե ինչու մենք տեսնում ենք, որ ամեն ինչ լավ է, միանշանակ Հայաստանի շահերից է բխում, հիմա Հայաստանի իշխանության ներկայացուցիչները որոշ պատգամավորներ հերքում են եւ ասում են, որ Հայաստանը հրաժարվում է։ Հետո դե տեսանք ինչ եղավ, այսինքն մեր սկզբնական վերլուծությունը ավելի ճիշտ դուրս եկավ։ Եվ հիմա, երբ որ հերքում էին 99 տարով տալ Ամերիկայի Միացյալ Նահանգներին այդ ճանապարհը, թեկուզ ընկերության միջոցով պայմանագիր կնքելը, հիմա դա եւս կամաց իրականություն է դառնում։ Հնարավոր է 49 տարով տան, Փաշինյանը ասում է այդ մասին, բայց 99 թիվը կրկին դրվեց շրջանառության մեջ։ Ինչ վերաբերվում է միջազգային կարևոր իրադարձություններին, սիրելի հայրենակիցներ, Վենեսուելայից արդեն ասեցի, երբ որ խոսում էի Ադրբեջանից եւ Ռուսաստանից, Թրամփը ասել է, ես արդեն որոշումը կայացրել եմ, բայց չեմ կարող ասել, թե ինչ որոշում, չի ցանկանում ասել, սակայն հավանականությունը մեծ է, որ փորձեն ռազմական ճանապարհով լուծել Վենեսուելայի հարցը, Մոդուրոյի հարցը, ամեն ինչ հուշում է մեզ, որ կարող է գնալ իրավիճակայից սցենարով։ Ուկրաինայի մասով
կարող եմ ավելացնել, որ Ուկրաինան նոր հետաքրքիր փայլուն օպերացիա է իրականացրել, բազմաթիվ S-400 համակարգեր է խոցել Ռուսաստանի տարածքում, այնպես որ այս պատերազմը շատ հետաքրքիր փուլ է մտնում, երբ որ Ուկրաինան իր հրթիռների եւ դրոնների միջոցով կարողանում է շատ փայլուն օպերացիաներ իրականացնել։ Չնայած որ մենք ասացինք արդեն այն մասին, որ Կիևը եւս ռմբակոծվել է եւ կան նաեւ զոհեր, Ադրբեջանի դեսպանատան մասին խոսեցինք, այնպես որ պատերազմը շատ դաժան պատերազմ է եւ դրա համար նաեւ Եվրոպայից մենք ունենք տարբեր հայտարարություններ։ Նույն Կայա Կալասն է խոսում այս պատերազմի մասին եւ ասում է, որ մենք չպետք է ոչինչ խնայենք Ուկրաինայի համար, նրանք ովքեր որ ֆինանս են խնայում կամ այլ միջոցներ, նաեւ մարդկային միջոցներ են խնայում, պարտություն են կրում այս պատերազմին։ Շատ հստակ է եւ շատ պարզ է արդեն, նույնիսկ ակնարկել չէ։ Ակնարկ էի ուզում ասել, բայց նույնիսկ դա արդեն ակնարկել չէ։ Շատ պարզ խոսքով եւ հայտարարություններով արդեն եվրոպական քաղաքական գործիչները հանդես են գալիս հայտարարություններով այն մտքերով, որ եթե Ուկրաինայում մենք պարտություն կրենք, եվրոպացիք են այդպես մտածում, ապա հետո պետք է արդեն պահեն եվրոպական մյուս երկրները Ռուսաստանի հարձակումից։ Այսինքն իրականում Ուկրաինան դարձել է եվրոպական երկրների միջև կամ գլոբալ արևմուտքի միջև, չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգները մասամբ նաև դիստանցավորվում են, բայց այդպես էլ կա, որ դա դարձել է արևմուտքի եւ Ռուսաստանի միջև պատերազմի թատերաբեմ, Ուկրաինան դարձել է։ Եվ ով որ պարտվի Ուկրաինայում, նա արդեն պատերազմը կարող է դիմավորել իր երկրում։ Այսինքն, եթե Ռուսաստանն է պարտվում, Ուկրաինան վերականգնում է իր տարածքային ամբողջականությունը եւ կարող է Ռուսաստանը նաեւ ավելի մեծ խնդիրներ ունենալ։ Չնայած դժվար է կանխատեսել դա, բայց մի բան հաստատ կարելի է կանխատեսել, որ եթե Ուկրաինան պարտվում է, այսինքն Ռուսաստանն է հաղթանակ տանում, Ուկրաինան միանշանակ պարտված է։ Պարտված է այն առումով, որ բազմաթիվ քաղաքներ են ջնջվել երկրի երեսից, միայն ու միայն փլատակներ, կարող է նաև հաղթանակ տանել, բայց հաղթանակ տանելով հանդերձ Ուկրաինան պարտված է։ Բայց այս պատերազմում այս պահի դրությամբ պարտված է նաև Ռուսաստանը։ Բայց եթե Ռուսաստանին հաջողվի գրավել Ուկրաինան ամբողջովին, ահա այդ ժամանակ եվրոպական երկրները շատ մեծ խնդիր կունենան։ Սա է իմ համոզումը, սիրելի հայրենակիցներ։ Հետևաբար, ինչպես արդեն նշեցի եւ խոսում եմ վերջին օրերին, հատկապես տեսնելով տարբեր հայտարարություններ եվրոպական երկրներից եւ Եվրամիության արդեն առաջնորդներից, կրկին գալիս եմ այն եզրահանգման, որ ամեն ինչ արդեն ավելի բաց է դարձել, Եվրոպան ավելի բաց պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր բախման։ Հուսանք, որ դրան չի հասնի։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։